Այսօրվա 10 մասնակիցները կրկին պատրաստվում են խաղի։ Ու թեև խաղից դուրս հեռուստաակումբի անդամները շատ լավ են ճանաչում միմյանց, սակայն այդ նույն մասնակիցների համար խաղերն ավելի բարդ են ընթանում, քան կարելի է ենթադրել։ Ընդամենը մի քանի րոպե հետո նրանք կբաժանվեն երկու հակառակորդ ճամբարների՝ կարմիրների և սևերի։ Կարմիրների թիմը բաղկացած կլինի 6 սովորական կարմիր խաղացողներից և նրանց առաջնորդող շերիֆից, իսկ սև խաղացողներն ընդամենը 3-ն են, որոնցից մեկը Դոնն է։ Սակայն ի տարբերություն կարմիրների, սևերը ճանաչում են միմյանց և գիշերները կարմիրներին վերացնելու հնարավորություն ունեն։ Խաղավարում է Արթուր Սարգսյանը։ Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, ուրախ եմ ձեզ ողջունել Կարմիր տեսև հեռուստակումբի հերթական խաղին։ Հույսով եմ բոլորդ ծանոթ եք խաղի կանոններին, մաղթում եմ հետաքրքիր խաղ։ Սկսենք։ Գիշեր։ Առաջին գիշերվա ընթացքում բոլորը ստանում են մեկական խաղաքարտ, որի վրա նշված է, թե ինչ դերում է հանդես գալու ամեն մեկը։ Խաղաքարտերը 4 տեսակի են։ Համար 1. Շարքային կարմիր խաղացող։ Համար 2. Դոն, ով սևերի ղեկավարն է և սկսած երկրորդ գիշերվանից շերիֆին գտնելու նպատակով յուրաքանչյուր գիշեր իրավունք ունի ստուգելու կարմիր խաղացողներից որևէ մեկին։ Համար 3. Կարմիր խաղացող։ Համար 4. Համար 4. Սև խաղացող։ Շնորհակալություն, համար 5. Համար 5. Կրկին սև խաղացող։ Շնորհակալություն։ Համար 6. Համար 6. Կարմիր խաղացող։ Շնորհակալություն, համար 7. Համար 7. Կրկին կարմիր խաղացող։ Շնորհակալություն, համար 8. Համար 8. Կարմիր խաղացող։ Շնորհակալություն, համար 9. Համար 9. Կարմիրների թիմի հերթական անդամ։ Շնորհակալություն և համար 10. Համար 10-ը շերիֆ, ով կարմիրների թիմի ղեկավարն է և սկսած երկրորդ գիշերվանից սևերին գտնելու նպատակով յուրաքանչյուր գիշեր իրավունք ունի ստուգելու ցանկացած խաղացողի, պարզելու նրա իրական դեմքը։ Արթնանում են սևերը։ Սա առաջին և վերջին գիշերն է, երբ սև խաղացողները միասին բացում են աչքերը, ծանոթանում իրար հետ, վարողի հետ և որոշում կարմիրներին վերացնելու մարտավարությունը։ Խաղի կանոնները խախտելու դեպքում վարողը խաղացողներին նկատողություն է հայտարարում։ Երրորդ նկատողությունից հետո տվյալ խաղացողը մեկ շրջանի ընթացքում զրկվում է ձայնի իրավունքից։ Չորրորդ նկատողությունից հետո խաղացողը հեռացվում է խաղից։ Խաղն ավարտվում է այն դեպքում, երբ խաղից հեռացված են լինում բոլոր 3 սևերը, այդ դեպքում խաղում հաղթում են կարմիրները, կամ երբ սևերի և կարմիրների քանակը հավասարվում է, այդ դեպքում հաղթում են սևերը։ Առավոտ։ Բարի առավոտ, տիկնայք և պարոնայք, համար 1 խնդրեմ։ Դե ինչ, հերթական խաղ, հաճելի մարդիկ, հաճելի անձնակազմ, հետաքրքիր։ Մի անգամից ասեմ, կարմիր եմ, մի կասկածեք, մի ստուգեք, մի ինչ-որ բան, եկեք խաղանք միասին, ու տեխնոլոգիա մի անգամից առաջարկեմ, որ կրենք խաղը։ Ես կարմիր եմ, ուզում եմ կրեմ, սիրում եմ ու միշտ կրում եմ։ Եկեք ճիշտ խաղանք, կարմիրներով լինենք ուժեղ, խոսանք ճիշտ, չէ, հավեսով։ Երբ որ կարմիրները ուժեղ են, համոզիչ են, որ իրանք կարմիր են, կարող է սխալվի ինչ-որ մի պահ, բայց կարող է բացատրություն ճիշտ ունենա այդ իր սխալի համար։ Ամեն դեպքում, եկեք ուժեղ կարմիր լինենք, սևերին շանս չթողենք ուղղակի, կհանձնվենք կգնամ։ Կարմիր եմ, խաղում ենք։ Շնորհակալություն, համար 1, ձեր ժամանակը սպառվեց, համար 2 խնդրեմ։ Նույնս եկավ համար 1-ի խոսքերը հավատացի, որ ինքը կարմիր խաղացող է, հույսով եմ ես էլ եմ կարմիր խաղացող, բոլորդ այդպիսի հույս եմ տալիս, փորձում եմ։ Դեռ ոչ մի այդպիսի բան չեմ կարող ասել, որովհետև միակ մարդը, որ խոսացել է ինձ առաջ, դա համար 1-ն է, իսկ համար 1-ին հավատացի։ Այդքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 3 խնդրեմ։ Շատ հետաքրքիր էր ամեն ինչ ինչ որ խոսվեց մինչև ինձ, ես կավելացնեմ մենակ այն, որ կխնդրեմ երևի համել բոլոր խաղացողներին, երբ ինչ որ մեկը խոսում է
առաջին տպավորության տակ չընկնել, այսինքն պետք է լավ անալիզ անել այն մարդու ասածը եւ դրանից հետո նոր եզրակացություն անել, որտեղ այդ մարդը նույն հաջողությամբ եւ կարմիր եւ սև լինելով հանդերձ կարա շատ համոզիչ ասվարկեսա եւ առաջին տպավորության տակ ընկնելը, եթե այդ մարդը սև է, կնշանակի, որ արդեն մի կարմիր խաղացող ընկել է ինչ-որ մարդու հոսքի։ Չէ, անվանակաբար չէ, շնորհակալություն, ձեր ժամանակը սպառվեց, համար 4 խնդրեմ։ Ես կարմիր խաղացող եմ, ուրախություն ինձ, բայց ասեմ մի տխրություն կա իմ ուրախության մեջ, որ մինչև ինձ խոսացածները ոչ մեկ դուրս չեկավ։ Առաջին համարը խոսում եմ նրա մասին, որ եկեք կարմիր ճիշտ խաղանք, էնթուզիազմով բան, բայց ձենի մեջ ոչ մի էնթուզիազմ չկար։ Հենց մի նորի վրա ասվեց այդ ամեն ինչը, որ ընդհանրապես ինձ չոգևորեց որպես կարմիր, որ հիմա զենքը սառնեմ ու ընկնեմ մեջտեղ։ Այդ մեկ։ Почему-то այդ քո մինորը շատ դուր եկավ երկրորդ համարին, որը вообще անհասկանալ երթի դուր եկավ, իսկ երրորդը ինչի մասին էր խոսում չհասկացա։ Ինչն է դու հիմա ուզում ես համոզացնել մեզ, որ ինչ ելնենք։ Որ Տասպարքյան։ Մի խոսքով 3-ից ով են ստուգվի իմ համար չոտքի է, ասենք, լրիվ տեղն է գալի։ Շնորհակալություն։ Համար 5 խնդրեմ։ Ես մի քիչ ուրիշ ձևի եմ տեսնում, դու փորձում ես կարմիր թիմը դեմս մեկ համարին փորձում է թիմ հավաքել։ Երկրորդ համարն է փորձում թիմ հավաքել, երրորդ համարը ինչ որ կարծիք է հայտնում, ոնց պետք է խաղալ, նա իմ համար անհասկանալի է եւ չորրորդ համարը, որը նույնպես չի ուզում թիմ հավաքել, այլ փորձում է կասկածել բոլորին։ Դա ինձ դուրս չեկավ, ես կարմիր խաղացող եմ, ուզում եմ կարմիրների հետ մենք կրենք այս խաղը։ Իսկ 7 համարը հնարավոր է որ լինի կարմիր։ Համար 4 դուք ստանում եք առաջին նկատողությունը։ Շնորհակալություն։ Համար 6 խնդրեմ։ Ողջունում եմ բոլորին, ես կարմիր խաղացող եմ ու ինձանից առաջ խոսացած 5 մարդկանց մեջ ամենաշատը վստահություն ներշնչեց համար 5-ը, ես համար 4-ի հետ համաձայն եմ, 3-ից որ մեկն էլ ստուգվի, մեկը դա խաղին մենակ օգուտ է տալու, այնպես որ չնայած որ կուզեմ ամեն դեպքում ստուգվածների մեջ գտնվեն կարմիրներ։ Դա ինձ թվում է ավելի օգուտ կլինի խաղեն, քան գտնվեն սևեր։ Կուզեի առաջինը ստուգվեր համար 2-ը, ինչ կասի համար 4-ը։ Ինձ համար ավելի ճիշտ կլիներ ստուգումը, եթե ստուգվեր համար 2-ը, ես ինքս կարմիր խաղացող եմ, եթե համար 2-ը կարմիր է, ավելի լավ, ես կարմիր եմ, 2-ը կլինի կարմիր, 5-ը ինձ թվում է կարմիր է, արդեն բաց չի, համար 1-ը վստահեցնում է, որ ինքը կարմիր է, հավատում եմ ինչ-որ չափով, այնպես որ բավականին մեծ թիվ հավաքվի։ Շնորհակալություն։ Համար 7 խնդրեմ։ Շերիֆը պարտավոր է սեղանի համար, ստուգի համար 6-ին։ Ես չեմ ասում, դու ինչ գույն ես, կարմիր ես, սև ես, բայց սեղանի համար դա անհրաժեշտ է, որովհետև խաղի ընթացքը արդեն ճիշտ չի գնում։ Դա իմ կարծիքն է։ Ես չեմ գտնում, որ պետք է։ Դու համար 4-ից չխոսացիր, համար 3-ից չխոսացիր, ինչ որ մարդկանց չեմ կարող հասկանամ, բայց ինձ պետք է որ 6-ը ստուգի։ Ես խնդրում եմ շերիֆին, որ 6-ից ստուգի։ Շնորհակալություն։ Ինձ պետք չի ստուգի։ Շնորհակալություն։ Համար 8 խնդրեմ։ Ես մի բան եմ ուզում խնդրել, եթե կարելի է սևին մի րոպե ձեռքերը բարձրացնել։ Նորմալ է։ Առաջին երկրորդը իրանց մասին բան չէ, բայց իմ համար հետաքրքիր բան եղավ, այսինքն մինչև առաջին երկրորդի մասին բան չեմ ուզում ասեմ, բայց հələ երրորդ, չորրորդ, 5 կարար, ինչի երկուսով 6-ով ստուգեք նրանց, չգիտեմ, եթե ես խաղի օրենքների մեջ մտնում եմ, խոսակցության մեջ մտնում եմ, բայց խի, ինչ եք շերիֆին շեղում։ Ամեն դեպքում ասեմ, ես խաղի շերիֆի ես եմ, երևի ես բան չեղես խաղի պատմիչանից, ամեն դեպքում ես գլխից ասեմ ունեմ ստուգելու եմ այդ համար, եթե ես գիտեմ կստուգեմ, ամեն դեպքում շերիֆ չեմ կարմիր խաղացող, բայց ուղղակի ձեր հարցադրումներին օրինակ ես ըստ լոգիկայից եմ զանում, 6-ը կարասեվը 7 հետ միասին, սենց բան, այդ դեպքում մեկն էլ ասել ձեր հետ միասին, 4-ը, թող խոսամ էլի, քո մասին մի բան ասեմ, երբ որ ասեց աշկերը բան դու շատ խառնված իրան ասեցին, ոնց ես? Խիթիվ խառնված իրան։ Շնորհակալություն, համար 8 ժամանակը սպառվեց։ Համար 9 խնդրեմ։
Իմ մոտ շատ տարօրինակ կարծիք է առաջացել, հասկանում եմ, որ հիմա տարօրինակ բան եմ ասում ու գիտակցում եմ, որ կարամ ես ստուգեմ, ես դեմ չեմ դրան, սակայն ես հավանեցի առաջի համարի տեքստը, հավանեցի երկրորդ համարի տեքստը, որը առանձնապես բան չասեց, բայց ես կարծում եմ, որ միայն կարմիր մարդը կարող է ասել, ես կփորձեմ համոզել, որ ես սև չեմ կարմիրների համար։ Ինձ դա թվաց կարմիր օրինակ։ Երրորդ համարը ես հասկանում որ կաշկանդված է, կարակաշկանդված այս խաղա, արդեն մի հատ փորձում եմ ձեր հետ խաղի, դրա համար ես դրանից եմ եզրակացում, չեմ բացառում, որ դուք եւս կարմիր խաղացող եք։ Իմ կարծիքով 4-ից հետո սկսվեց անհասկանալի բան։ Ամենագերակույն հաճույքը սևերի համար հետեւյալն է։ 3 խոսացող ա եղել միջև իրեն, եւ ինքը ասում է, ես 3-ին էլ չհավատացի։ Չհասկացա 1-2-3։ Ես չգիտեմ դու ես։ Իմ կարծիքով դու կարաս լինես սև խաղացող։ Ընդ որում դա ես չեմ ասում մնացած խաղակիցների համար 6-7 ընդդեմ հասկանալ։ Շնորհակալություն։ Համար 10 խնդրեմ։ Դուք եզրափակում եք շրջանը։ Համար 1-ից մինչև համար 5 խաղացողներն են համար կարմիրը, համար 4-ը։ Միանշանակ կարմիրը։ Ես այս ցելի վրա իմ համար կարմիրը համար 8 ասում եմ դրա մասին, հիմա ասեցի, մինչև ինչ-որ մեկը չստուգի չասորին կսել է, դու հայտ ես ներկայացնում, որ կարմիր ես, չէ՞, որ բոլորի հետ մասնակցեց իր խոսակցության և այլն և այլն, եթե դու կարմիր ես, կքվեարկես, ասենք համար 8-ի հետ միասին միշտ, երկու շրջան, եթե դու կարմիր ես, համար 8-ի հետ, չէ, 8-ի հետ, եթե դու կարմիր ես, ասենք, ես քեզ մի բան եմ հարցնում, Չէ, բայց ես քեզ ասում, ասենք օրինակ համար կարաս 8-ի հետ դեպ ասեմ ներողություն համար 10, համար 1 դուք ստանում եք առաջին նկատողությունը։ Ինչ տեղավ, ասենք համար 1-ի հետ, որ նկատողություն ստանում բոլորի հետ բանանում, կարմիր ես, կվերքես համար 8-ի հետ, որ ես հավատամ, որ դու կարմիր ես, օրինակի համար։ Ինչ կա իմ ասած մեջ անտրամաբանական, իսկ եթե քեզ դուր եկավ համար 1-ի, համար 2-ի, համար 3-ի ասածները, 3 խաղացողի ասածների բովանդակությունը բացարձակ զրո է։ Շնորհակալություն։ Խաղայի բանը ժամանակը սպառվեց։ Դա ժամանակ սպառելու բան է, չես զգացել դու այդ բանը։ Շնորհակալություն համար 10 եւ այսպես գիշեր։ Եվ սևերը դուրս են գալիս որսի։ Անցնում են համար 1-ի կողքով, համար 2-ի կողքով, համար 3-ի կողքով, համար 4-ի կողքով, համար 5-ի կողքով, համար 6-ի կողքով, համար 7-ի կողքով, համար 8-ի կողքով, համար 9-ի կողքով։ Այս գիշեր սևերը խաղացրեցին համար 9-ին։ Եվ հեռանում են։ Արտանում է Դոնը։ Դոնը ստուգեց համար 6-ին և չգտավ շերիֆին։ Արտանում է Շերիֆը։ Շերիֆը ստուգեց համար 1-ին և չգտավ ոչ մի սև խաղացող։ Առավոտ։ Բարի առավոտ։ Չէ, այս անգամ եւս համար 9։ Այսպիսի բան եմ ուզում առաջարկեմ կարմիր թելին։ Ուտը ինձ համար կարմիր խաղացող է։ Իմ համար կարմիր խաղացողը նաև առաջին համարը։ Ընդ որում տարօրինակ բան ասեմ, 10-րդ համարը եւս իմ համար կարմիր խաղացող է։ Եվ երկրորդ համարն է իմ համար կարմիր խաղացող։ Ես համակարծիք չեմ ձեր հետ, որ 4-րդ համարը դա կարմիր է։ Նա չի կարող կարմիր լինել, որովհետև ես նույնիսկ կգերադասեի, որ ինքը ստուգված չլիներ այս պահին, ստուգված լիներ մեկ այլ անձ, որովհետև 4-րդ համարը ասեց 3, 2, 1, բոլորը իմ համար անհասկանալի են։ Դուք պատկերացնում եք ինչ դաշտ է ինքը իր համար ստեղծել։ Ես գտնում եմ 10, 1, 2 եւ 8 դա կարմիր խաղացողներ են։ Ստուգումը պետք է կատարվի 7-ի եւ 6-ի մեջ իմ կարծիքով, որովհետև 7-ը չի հավատացել 6-ին, 6-ը դա իր կարծիքը չի հայտնել 7-ի մասին, բայց կարա լինի այնտեղ հակասության ինչ-որ մի էլեմենտ։ Եվ մյուսը պետք է գտնվի 3-ի եւ 5-րդի մեջ։ Ես առաջարկում եմ, որ կարա չխախտենք 5-րդ համարը։ Ժամանակը սպառված է։ Համար 2 խնդրեմ, դուք սկսում եք օրվա քննարկումը։ Ընդունում համար 6-ի տեխնացությունը, բացատրեմ ինչի պատճառով։ Համար 6 ձեր ասածը, որ պետք է ստուգվի անպայման գիշերը համար 2-ը, սկսենք 2-ից։ Հա։ Ես։
պետք է ստուգվեն, գիշերը ուրեմն դրա հիմքը, որպես ասած, ես չեմ համարում ուժեղ հիմք, շատ թույլ էր, իմ ասածը այնքան բան չէր, որ դրա պատճառով ասվեր ինձ բան, ես ստուգվեմ։ Ես ուղղակի դնում եմ կանդիդատուրում այդ ասածի համար, ձեր ասածը շատ թույլ հիմք ուներ, իմ ասածը հերիք չէր, որ դուք այդպիսի բան ասեք։ Այսինքն ես չեմ տեսնում իմ ասածի մեջ ոչ մի կասկած, որ կարող է առուցել, որ ես կարող եմ սև խաղացող լինել, ես կարմիր խաղացող եմ։ Այդքանը։ Շնորհակալություն, համար 3 խնդրեմ։ Իմ ասացի տրամաբանությունը նրանում էր կանում, որ ես ուղղակի կոչ էի անում շատ էմոցիաների մեջ չընկնել խաղի ժամանակ, որտեղ էմոցիաները շատ հաճախ խանգարում, չեմ ուզում հիմա ժամանակ կորցնեմ արդարանալու վրա, ավելի շատ ուզում եմ ինչ-որ փորձեմ իմ մտքերով կիսվեմ մյուս կարմիր խաղացողների հետ, ինձ համար շատ լավ անկեղծ պահեց իրան խաղացող 8 համարի խաղացողը, նույնիսկ մի միամտություն կար իր պահվածքի մեջ, մարդ էր, որը սևի ու կարմիրի մեջ sense ինչ-որ տատանվում էր ու չգիտեր բոլորի համարի նկատի ունեմ, չիմացողների համար, բայց շատ անկեղծ էր նաև համար 7-ը, համար 6-ը մի փոքր կասկածելի է, երկրորդը շարունակում է ինձ համար մնալ անհասկանալի, թեկնածությունը միգուցե եւ դրվեց նրա համար, որ լսի մյուս խաղացողների կարծիքները նրա մասին, թե ինչ են մտածում իր դրված տեխնացության մասին, կարող այդպիսի բաներ լինի, հələ որ ձեռնպատ կմնամ, կփորձեմ հասկանալ 6-ի դեմ արժի քվեարկել, թե ոչ, իսկ ուրիշ տեխնացություն դեռ այս պահին չունեմ, համար 10-ի խոսքը անցյալ շրջանում նույնպես դուրս եկավ։ Շնորհակալություն։ Համար 3, համար 4 խնդրեմ։ Ի տարբերություն հաջորդ շրջանին դուրս եկավ երրորդ համարի խոսաշրջը, ես կխաղամ երրորդ համարի հետ, դուրս գալիս է 8 համարը, դուրս շարունակում է գալ 10 համարը, կխաղամ 7-ի հետ հլվով, այսպես մի հատ թիմ, 5 հոգանոց, թիմ, առաջի համարը, միգուցե, եթե 10 հաշվով որ առաջի համարն էլ, այդ պարագայում իմ համարը մնում է երկրորդ համար, օրինակ, անհասկանալի, որի տեխնացիոնալ խնդրում ընդունել, համար 2։ Շնորհակալություն։ Համար 5 խնդրեմ։ Իմ կարծիքը չի փոխվել դեռ այս շրջան, համար 1-ին հավատում եմ դեռ խոսի վերջում ավելի պարզ կլինի ինչ գույնանա, համար 2-ը իմ համար ավելի վստահ խոսեց, ավելի կարմիր խոսեց, համար 3-ը փորձում է ինչ-որ բաներ, կարծիքներ եւ այսինքն դուք ասում եք դրա մասին, բայց ձեր կարծիքը չեք հայտնում, ով է ձեր համար սև խաղացող, ով է կարմիր խաղացող, շատ թռուցիկ եք դրա մասին խոսում, 4 համարը, որը հավատում է 3 համար, ընդունեք 3-րդ համար տեխնացիոն, հնարավոր է, որ ես սխալվում, ես նույնպես ասում եմ այդ բանը, ես կլսեմ համար 4-ի տեխնացիոնը պետք է թվում դնի, որովհետև անհասկանալ են, չէ, 4-ը հավատում է 3-րդ համարին, որը ոչ մի բան չի ասում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, համար 6 խնդրեմ։ Դիմում եմ համար 10 եւ 1 խաղացողներին, ինչի եմ դիմում, հեսա պարզ կլինի, ես պիտի ավտոմատ ձեր համար կարմրեմ, եթե դուք կարմիր խաղացողներ եք, որտեղ 2, 3, 4, սա 7-ը հեսա, խոսում են նրա մասին, որ ես սև եմ, ես սև չեմ, ես կարմիր եմ, համար 2, եթե ես ուղղակի վարկած եմ, հայտնել, որ դու կարող ես լինել սև եւ ուղղակի խնդրել եմ ստուգեն, ընդ որում համար 7-ը խնդրելա, որ ինձ ստուգեն, ես ասեմ, ես համաձայն եմ, այսինքն ես չեմ ասա, որ պարտադիր, ես ասեմ, օքեյ, թող ինձ ստուգի շերիֆը գիշերը, այսինքն եթե ես ուղղակի վարկած եմ տվել, դու դնում ես միանգամից իմ քվեարկությունը, այդ արդեն վատ է, քո դրած է համար 2-ին։ Ինչ վերաբերում է համար 7-ին, 7-ը ասում է դու խոսեցիր համար 1-ի, 2-ի, 5-ի մասին, այդ ինչի չխոսեցիր 3-ի ու 4-ի մասին, ընդ որում ինքը իր րոպեն, մենակ նվիրում է ինձ։ 10 վայրկյան։ Այսինքն ինքը ընդհանրապես կարծիք թե մնացած 5 խաղացողը ինչ գույն են եղել, չի եղել, բայց ինձ ասում է ինչ դնում եմ 7-ի տեխնացությունը, ես հուսով եմ, որ շերիֆը իրան պիտի ստուգած լինի այս գիշեր, որովհետև ես ինքս կողմ եմ, եթե շերիֆը ստուգել է ինձ գտել է հաստատ կարմիր, ես կարծում եմ, որ այս կարմիրները պիտի։ Շնորհակալություն, համար 7 խնդրեմ։ Օրինակ, քեզ զայրացրել չէ, որ քո տեխնացությունը դրեց համար 2-ը։ Զայրացրել չէ։ Դու զայրացար համար 2-ը, հիմա նույնը դու ես անում։ Ես էլ հետևյալ բանն եմ առաջարկում։ Ես խնդրել եմ, որ շերիֆը ստուգի քեզ։
Հիմա քեզ գցել է կարմիր թե սև, այս պահին դրա մասին պետք չի խոսալ։ Նույն ձևի դու ես ասում, ընդունենք շերիֆը ստուգել է, ինձ պետք չի խոսալ 7-ի մասին հիմա։ Ես առաջարկում եմ մենք կարմիրներով առանց ավելորդ շարժումների, առանց էմոցիաների, ընդունենք համար 5-ի տեխնացիոնը, խնդրում եմ։ Հիմա մենք արագի մեջ կարմիրներով, որտեղ հիմա դրած է շատ կարմիր տեխնացիոն, որը արդեն լավ չի, անում ենք հիմա համար 5-ին։ Ուղղակի պետք է հավատակ, դու ստուգված ես կամ ես ստուգված եմ, նշանակություն չունի։ Նշանակություն չունի։ Սևը դա համար 5-ն է։ Համար 5-ը շատ կա։ Համար 8 խնդրեմ։ Շատ խնդալու խաղ է, ինձ թվում է սևը խոճապի մեջ են ժողովուրդ, կարմիրներ։ Եթ համաձայնվեց այդ խոսում ես ինչ-որ բացա, նախ 6-ից գամ ասում է, եթե շերիֆը ինձ ստուգել է, ու գտել է կարմիր խաղացող, ուրեմն կարմիրները կտանեն։ Շերիֆ, շուտ արա այս խաղը տանենք, ստուգեք այս 6-ին։ Ինչի համար 5-ի տեխնացիոնը։ Ոչ մի բան, դու մի հատ լավ ֆրազ ես ասում, հավատացեք, ինչի համար հավատամ, ես չեմ կարող քեզ հավատամ, յոթ ջան, բայց մինչև ձեզ անդրադառնալը, ես մեծ սիրով ուզում եմ նաև խոսք ուղղել համար առաջինին, որ եթե ես շատ երկար ժամանակ խաղացել եմ, ուղղակի հոգեբանորեն, ես իր ասած տեքստից, այն որ առաջի համար էր ահագին երկար խոսած, ամեն դեպքում իր հոգեբանորեն ինքը շատ հետաքրքիր է, երբ որ սև խաղացողը ինքը շատ ակտիվ է, ու լիքը մանր բանի իրացա տալիս, իրան թվում է թե ինքը բեռնում կծածկվի։ Կարծում դու սև խաղալ, ես մեծ սիրով խնդրում եմ ընդունեք համար 1-ի տեխնացիոնը, ամեն դեպքում, չէ՞։ Հանեք համար 6-ի 1-ի տեխնացիոնը, խնդրում եմ ընդունեք 7 համարի տեխնացիոնը։ Ընդունեք, շնորհակալություն։ Ես երևի իմ տատանումը կլինի 6-ի եւ 7-ի միջև։ Շնորհակալություն, ամեն դեպքում ժամանակը սպառվեց, համար 10 խնդրեմ։ Ես անցած բանի շրջանին ասացի, որ համար 1-ին առաջարկեցի, ասի որ իմ համար կարմիր է, թե դու ինձ հավատում ես, մինչև խաղի սկսելն էլ ասել են, որ կարմիր հաղանք, դες բան ենք ասել, ասի որ քոդ քվեարկի, ինքը համաձայնվեց, հիմա քեզ ասեմ, որ իր հետ քվեարկի, այսինքն ձեր քվեարկություններով չինի էլ ասենք, որ սևն եք, կարմիրն են քվեարկում, ես կարմիր եմ, Կարենին հավատում եմ, համար 7-ը ասենք ինչի համար դες համար 5-ի տեխնացիոնը, որտեղ համար 5-ը տեխնացիոն առաջարկել։ Ես ոնց եմ հասկանում մենակ։ Չէ՞, դու տեխնացիոն ես դրել, չէ՞ համար 3-ի։ Ինչ կարա մտածի համար 7-ը, հետո դու դրել ես համար 3-ի տեխնացիոնը։ Ինչ կարա մտածի։ Ինչի համար է բան անում, չէ՞։ Այսինքն ես 3 տեղից բան եմ լսել, հիմա համար 7-ն էլ է բան ասում, հիմա, բայց համար 7-ը 2 շրջան ասում է, որ ինքը շերիֆ չի, ստուգեք համար 6-ին, ստուգեք համար 6-ին, եթե 7-ին ստուգել են, դա էլ եմ հասկանում։ Ես այս շրջանակում, ասենք, համար 7-ի հանելու կողմնակից եմ։ Դաժե կարող է համար 7-ը կարմիր խաղացող է, օգտակար խաղացող է, բայց համար 7-ի ներկայությունը սեղանի շուրջ է, Վան ջան։ Համար 10 ձեր ժամանակը սպառվեց, համար 1 խնդրեմ դուք եզրափակում եք շրջան, համար 8 ջան, քեզանից սկսեմ, հանգստացի, ես կարմիր եմ, մի լարվի, վսյա նորմալն է, վսյա պատ կոնտրոլ եմ, նայեք, երկուսը կարմիր է, զարդնել է, դրել է 6-ի տեխնացիոնը, ինքը բայց զայավա չի արել, զարդնել է, դրել է, կասկած կա, անդե, դուք թեմա ունեք, 6-7, դուք բազար ունեք, թեման, դու չունես, 7-ը քեզ չի հավատում, ագրեսիվ, ակտիվ, լուզի, ասեցի, կարմիր խաղանք, ակտիվ, ոչ թե ագրեսիվ, ակտիվ կարմիր, 8 ջան, կարմիր ես, 10-ը կարմիր է, 10 ջան, 4-ը, ես չեմ կարծում կարմիր հələ որ, 50-50, չեմ, լարվածություն էլ չունեմ, 3-ը սև է իմ համար թվում, 3-ը սև է ինձ թվում, հասկանում ես, 5-ը դնում է 3-ինը 7 անդեղից ոնց թե 3-ի տեխնացիոնը, հələ 5-ին ընդունեք, այսինքն կա տենց միտք, որ Սխալ ցեպոչկի մեջ եք։ Համար 3 դուք ստանում եք առաջին մեկատվությունը։ Ես չեմ ասում քվեարկեն կոդեմ, համար 3։ Համար 1 ձեր ժամանակը սպառվեց։ Եվ այսպես ունենք 5 տեխնացիոն։ Դրանք են համար 6-ը, համար 2-ը, համար 3-ը, համար 5-ը եւ համար 7-ը։ Կրկնում եմ 6, 2, 3, 5, 7։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 6-ը։ Շնորհակալություն, ոչ մի ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 2-ը։ Շնորհակալություն, ոչ մի ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 3-ը։ Շնորհակալություն, ոչ մի ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 5-ը։ Շնորհակալություն, 2 ձայն։ Եվ ով է կողմ, որ խաղը լքի համար 7-ը, հետևաբար
7 ձայն։ Համար 7 դուք հավաքեցիք 7 ձայն։ Չեմ ընդունում համար 10-ի ասածը, որի արարքը հակասում է իր ասածին։ Ինքը ասում է, որ լավ, չեմ ուզում շատ բացատրեմ, թույլ խաղաց կարմիր թիմը, սենց ասեմ։ Իմ համար 5-րդ համարը դա սև խաղացող է, իմ համար 4-րդ համարը դա սև խաղացող է, իմ համար ոչ մի ագրեսիա չկար 6-ի նկատմամբ, ուղղակի ասացի, որ խաղի համար դա պետք է ստուգվի համար 6-ը։ Ոչ մի ագրեսիայի բան չկար այդտեղ։ Իմ համար կարմիր մարդիկ դա համար 3-ն են, եւ ես հավատում եմ դեպի համար 2-ին։ Մնացածը 8, 10, 1-ը լավ չխաղացին իմ համար, որտեղ չհանեցին սև համար 5-ին։ Ես ոչ մի զայավա չեմ արել։ Համար 10 ասում է դու զայավա չես անում, բայց ինձ հանում եք զայավայի համար։ Եթե ես զայավա չեմ անում, եթե ես հիմա սևն եմ, ես հիմա կգնայի, չէ՞, կասեի ես շերիֆն եմ, կգորը պարզ բաները։ Ես գտնում եմ համար 5-ը սևը, համար 4-ը սևը, 6-ը պիտի ստուգվեր։ Այդքան բան։ Շնորհակալություն ձեզ։ Համար 7-ը լքում է մեր խաղը եւ մեզ մոտ գիշեր։ Այս գիշեր սևերը խաղից հեռացրեցին համար 1-ին։ Դոնը ստուգեց համար 10-ին եւ գտավ խաղի շերիֆին։ Շերիֆը ստուգեց համար 3-ին եւ չգտավ ոչ մի սև խաղացող։ Արավոտ։ Բարի արավոտ, կուզեի ասել շարունակել իմ միտքը, սակայն իմ հարևան համար 1։ Նայեք, եթե իմ մոտ սենց տպո շերիֆը ով է։ Ժողովուրդ 7 հոգի եք մնացել, շերիֆը ով է։ Ում է ստուգե, բրատ։ 3-ին ու 10-ին։ Կարմիր, սև կարմիր։ Կարմիր սև։ 10-ը սև։ Համար 4 դուք ստանում եք երկրորդ նկատողությունը։ 7-ը ինչ կույն գնաց, կարմիր փաստորեն։ Եթե 3-ը 10-ն է հանել 7-ին։ Ուրեմն 7-ը կարմիր է գնացել։ Շորերի ես կում։ Դու ես շերիֆ։ Համար 10 դուք ստանում եք առաջին նկատողությունը։ Շերիֆ ես, հա, ում ես ստուգել։ Ինձ ու 3-ին։ Կարա լինի տենց վերսիա, շատ դժվար խաղը ասեմ ձեզ։ Եթե 7-ը գնացել է սև, եթե 7-ը գնացել է կարմիր, ուրեմն սևերը 4, 5, 6 են նստած։ Շնորհակալություն։ Համար 1 շնորհակալություն ձեր ժամանակը սպառվեց, ուրեմն 4-ը շերիֆը։ Սպառվեց, շնորհակալություն խաղի համար, համար 1-ը լքում է մեր խաղը։ Եվ հերթական օրվա քննարկումը սկսում է համար 3-ը, խնդրեմ։ Շնորհակալություն, շատ արագ պետք է ասեմ, որտեղ շատ բան ունեմ ասելու։ Ես նկատեցի 10-ի եւ առաջինի մեջ մինչեւ առաջինի հեռանալը սենց ցիպոչկա գնաց, երբ որ 10-ը ասեց ինչի է դնում տեխնացություն, པարզ էր ինչի մասին էր խոսքը, այսինքն պետքա որ շերիֆը լիներ 5 համարը, ստուգացելներ ինձ, ես սև խաղացող եմ եւ առանց բացատրելու դնում եմ իմ բանը կանդիդատուրան։ Ուրեմն այս պարագայում սենց է դուրս գալի, բնականաբար քանի որ ես կարմիր խաղացող եմ, այդ ցեպոչկեն իմ համար գոյություն չունի, այսինքն 5 համարը սև խաղացողը ավտոմատիկի, որտեղ առանց բացատրելու դնում է իմ տեխնացությունը։ 10 համարը միանշանակ սևանում է այս պահին, որովհետև շարունակում է այդ ցեպոչկեն բացերժվեց անել, նրանից հետո երբ որ 4-րդ համար ասում եմ, ինքը շերիֆն է ստուգել է իրան ինքը սևա, բնականաբար ավտոմատիկի պետք է մարդը, որը ստուգված սև խաղացողը, միանգամից բացվի մյուս շերիֆը։ Բայց ես արդեն կոչ եմ անում հիմիկվանից ու շատ իրելնել, շերիֆ բացվողների նկատմամբ ճիշտ եզրակացություններ անել եւ եկեք այս խաղը պրինցիպի հանգավ ինքը ճիշտ ունում է 5-ը եւ 10-ը սև խաղացողներ են այս պահին։ Համար 4 խնդրեմ։ Ես այս խաղի շերիֆն եմ, ես ոնց էր առաջի կրուգին էլ ասছি, ես 3-ին չեմ հավատում, առաջի, երկրորդ, երրորդ։ Ես գիշերը ստուգեցի 3-րդ համարին, երկրորդ կրուգի հենց առաջի բառերս եղավ, որ իմ դուրը եկավ ոնց է 3-րդը խոսում, ես խաղում եմ 3-րդը, եթե հիշում եք։ 10 համարը ասեց, ես առաջինն էլ է կարմիր, ես 10-ին հավատում էի։ Ասի լավ, առաջինն էլ է կարմիր, ուրեմն պատասխանատվություններից 3-ից մնում է երկրորդը, դրեցի երկրորդի տեխնացությունը։ Ես այս գիշեր ստուգել եմ 10-ին, որ գտնեմ կարմիր, քանի որ կարմիր արդեն մի հատ գտել էի, որպեսզի կարմիր թիմ ստեղծեմ ու իմ տարօրինակ զգացողությունը, երբ որ ինձ ասում որ 10-ը սև է։
10 սև խաղացողա ստուգված, ընդունել կընդունել 10 համարի տեխնացությունը, ես ունեցել եմ 2 գիշեր, առաջի գիշեր ստուգել եմ համար 3-ին կարմիր խաղացող, դրա մասին ասել եմ բոլորին, երկրորդ գիշեր ստուգել եմ համար 10 սև խաղացող։ Ես այս խաղի շերիֆն եմ, բոլոր կարմիրներին եմ ասում, ովքեր կան այս սեղանի շուրջ։ Վստահ եմ, որ սեղանի շուրջ 3 հատ սև է նստած, որտեղ 7-ին հանելա 10 համարը, բետոն ասելով ու իր թելադրությամբ մենք քվեարկել ենք 7-ի դեմ։ Շնորհակալություն համար 4, համար 5 խնդրեմ։ Ես կլսեմ իհարկե համար 10-ին, բայց ես թեկված եմ հավատալ համար 4-ին։ Չնայած ես չեմ հավատացել, որովհետև զգացել եմ ինչ-որ լարվածություն, ուզում եմ ասեմ համար 3։ Ես ձեր թեկնածությունը գիտեք ինչ եմ դրել, որովհետև ինձ համար 6-ը կարմիր թված։ Դուք դնում եք, այսինքն խոսում եք, չեք դնում եք թեկնածությունը։ Եվ դրանից հետո ես ձեզ դիմում եմ ու ասում, ես դնում եմ ձեր թեկնածությունը, բայց ես ձեզ չեմ համարում սև խաղացող, ես կասկածում եմ։ Ես կլսեմ համար 10-ին, ես դեռ հավատում եմ, որ 4 համարը դա շերիֆն է այս խաղի։ 10 վայրկյան։ Եվ եթե դուք իսկապես կարմիր խաղացող եք, խաղացեք այս խաղը ինձ հետ եւ կրենք այս խաղը։ Շնորհակալություն։ Համար 6 խնդրեմ։ Ընդունեք համար 10-ի տեխնացությունը, համար 5-ին ուզում եմ մի հարց ուղղեմ։ Եթե հիմա համար 5-ը չէ խոսած նրա մասին, որ ես իր համար կարմիր եւ այլն, բայց ի սկզբանե համար 2-ն ադրի իմ տեխնացությունը։ 3-ը ընդամենը ասել է, որ 6-ը կարա լինի եւ սև եւ կարմիր, այսինքն իր համար միանշանակ ոչ մի բան չի եղել։ Բայց համար 2-ը դրել է իմ տեխնացությունը։ Այսինքն եթե 5-ը այդքան վստահում է ինձ որպես 6 խաղացողի, պիտի դներ 2-րդի տեխնացությունը, ոչ թե 3-րդի։ Դրա համար ինձ համար անհասկանալի է 5-ի գույնը։ Հիմա ինձ համար խաղից պիտի գնա համար 10-ը, ես կարծում եմ, որ 2-ը մեկ է սև է համար 4։ Ես տենց եմ ենթադրում, այսինքն եթե իրան ստուգում են գտնում են կարմիր, գնում է խաղից համար 5-ը։ Ես կարմիր խաղացող եմ։ Ես հատուկ դիմեցի համար 10-ին ու 1-ին, որովհետև իրանք պիտի սաղից լավ իմանան, երբ որ սեղանի մեծ մասը տալիս է 1-ին սև, իսկ ինձ տալիս էին սև, ես չեմ կարա լինեմ սև։ Առավել եւս երբ որ ինքը ասում էր 6-7-ի, եւ մենք իրար հետ չէինք կարա լինեինք, ոչ մի ձևով սև։ Շնորհակալություն։ Այսինքն այդ տարբերակը անիմաստ է լրիվ։ Համար 8 խնդրեմ։ Համար 6 ջանի չեք մի անգամ եւս դնում 10-ի տեխնացություն։ Ու պարզավոր։ Մանա երբ մենք հավատում ենք համար 4-ի։ Ինչ չէ դնում 5-ի տեխնացությունը։ Ինչ։ Կոյտի սևը չի։ Ընդունեք 6 համարի տեխնացությունը խնդրում եմ։ Ընդունված է։ Մի րոպե։ Իգեր ես եղում։ Ուզում ես 10-ը դուրս գա, 10-ի դեմ քվեարկի։ Համար 4 դուք ստանում եք 3-րդ նկատողությունը եւ զրկվում եք հաջորդ։ Դու ունես եւս մի գիշեր, որ պետք է ստուգես, ես չեմ ասում որ պետք է ստուգես։ Համար 8։ Համար 4 դուք ունեք 3 նկատողություն։ Ես քվեարկում եմ 10-ի դեմ, շնորհակալություն 10-ին ձեր խոդի արած խոդի համար շատ ձեր խոդեր։ Ինձ 1-ին ու 10-ին պայելը դա շշմել բան է, պրոստը ժամանակը սպառվեց, համար 10 խնդրեմ։ Խի քարկապում բոլոր ոչն խի ուզվեցի, խի սկսեցի բարդ մանանել սխալասը։ Խաղի շերիֆը ես եմ ու ասում եմ ձեզ իմ տրամաբանությունը։ Ընդունեք համար 4-ի տեխնացությունը, սև խաղացողը, որ ինքն է բացել, որովհետև ես չեմ կարող ասեմ խաղի շերիֆը ես եմ, որ տերես երկու ստուգված կարմիր ունեմ։ Թե այն ունեմ առաջի գիշեր ստուգված։ Ասել եմ ձեզ դրա մասին։ Խոսակցության ընթացքում կարմիրներին եմ դիմում, որտեղ 3 սև նստած է, 3 սևը քմծիծաղով նայում են ձեզ։ Երկրորդ գիշեր ես չեմ հանում Վանյային, որտեղ Վանյան դնում է 5 համարի տեխնացությունը, որ դրել է քեզ։ Ես մտածում հետեւյալը, ես ունեմ ստուգված սպեցիալ։ Եթե 5 համարը դուսի, եթե 5 համարը կարմիր է ու Վանյան սև ու հանգարց դու սև ես, Վանյան պետք է մտածի, որ 5 համարը շերիֆն է։ Հասկացա՞ր։ Այսինքն Վանյան 7 համարը, եթե ինքը սև է, քո տեխնացությունը եթե իշում մեկը դրել է, ինքը պետք է մտածի, եթե դու սև ես իր հետ, պետք է մտածի, որ շերիֆը 5 համարն է։ Դրա համար եմ Վանյանին անում։ Որից հետո ստուգում եմ, որ իմանամ դու ինչ գույն ես, քեզ։ Հասկացա՞ր, եմ ստուգում, որ իմանամ 5 համարը ինչ գույնն է։ Հիմա ես չեմ կարող ասեմ, ես շերիֆ ես, որովհետև միած մամոս կարմիր ունեմ, միած ստուգված 3-րդ համար ունեմ։ Ես սպասում եմ, որևէ մեկ կասի, համար 4 կարմիրն ասում, որ ինքը շերիֆն է։ Ինքը իրան ցակում, ընդունում համար 4-ին։ Յորա, ես ասել եմ խաղա համար 1-ին։ Շնորհակալություն։ Եթե դու կարմիր ժամանակը սպառվեց, շնորհակալություն։ Համար 2 խնդրեմ։ Համար 6, համար 8։ Ես ձեր համար կարմիր խաղացող եմ։
Դա ընդունելի է ձեր կողմից, որովհետև միակ տրամաբանական խոսքը, որը լսեցի, դա երկրորդ շերիֆի խոսքն էր, համար 10-ի, եւ ես կքվեարկեմ 4-ի դեմ։ Դա հաստատ եմ ասում, որովհետև հավատում եմ, որ շերիֆը համար 10-ն է։ Այդքանը ոչ։ Շնորհակալություն։ Եվ այսպես ունենք 3 տեխնացու տիկնակ եւ պարունակեք դրանք են համար 10-ը, համար 6-ը եւ համար 4-ը։ Կրկնում եմ 10, 6, 4։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 10-ը։ Շնորհակալություն։ 4 ձայն։ Ով է կողմ, որ խաղը լքի համար 6-ը։ Շնորհակալություն։ 1 ձայն։ Եվ ով է կողմ, որ խաղը լքի համար 4-ը։ Շնորհակալություն։ 2 ձայն, համար 10 դուք հավաքեցիք 4 ձայն, Խաղը ավարտվել է, որովհետև համար 10 խաղը ավարտվեց, ես շնորհավորում եմ հաղթեցին սևերը։ Այսօր հաղթեցին սևերը, հալավեր 2-ը, 4-ը և 5-ը։ 4-5 սևեր նստան, ես խաղը չէ, որ սեր սաղպարվեր, դու չես կարը կանգնի սեղանի համար չի կալներ։ Որտեղ ես ասել եմ, մեկ և կույրեք չեմ ավակում ու երկրով սնուկին ակերպով հորդի կապել եմ ասների Այս պահին Կարմիր Թեսև հեռուստաակումբի վարկանիշային ավուսյակն ունի հետևյալ տեսքը. Կարեն Ղազարյան 1 միավոր, Գեորգի Պողոսյան 0.90 միավոր, Հովհաննես Պողոսյան 0.72 միավոր, Զարուհի Բաբայան 0.48 միավոր եւ Լևոն Հարությունյան 0.45 միավոր։ Մենք դեռ կխաղանք։